Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեսակապի միջոցով կզրուցենք Ռոբերտ Սարգսակ Ղազարյանի հետ։ Ռոբերտ Սարգսակ, բարև ձեզ։ Բարև ձեզ Լիլիթ ջան։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ։ Խնդրեմ։ Ամփոփենք հոկտեմբերի 26-ին Հովանավանքում Տեր Արամի մատուցմամբ պատարագը, բոլորս տեսանք, որ վարչապետը նույնպես մասնակցում էր, ես տեսա, որ դուք նույնպես մասնակցում եք պատարագին, ձեր տպավորությունները այն ինչ տեղի ունեցավ։ Տպավորությունները Լիլիթ ջան ոչ միայն իմ մոտ, այլ ժողովրդի գերական մասսայի մոտ էր, որովհետև անկախությունից ի վեր 1991 թվականից ես այդ տարիներին եղել եմ եւ ծառայել եմ առաքելական եկեղեցում, չի եղել նման երկրի ղեկավար, թե առաջին խոսքս վերաբերվում է առաջին 3 նախագահներին, նրանք բազմիցս ձևական բնույթ կամ պաշտոնական բնույթ կրելով ներկա են եղել խոշոր ծիսակատարությունների կամ տաղավարած տոների, սակայն որպես լիիրավ հավատացյալ մեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին եւ աննախադեպ անձներ որպես երկրի ղեկավար, որ մասնակցի եւ ընդհանրապես երևում է, որ նրա հավատքի մեծությունը եւ հզորությունը։ Նայեք, եկեղեցուց պնդում էին, որ Տեր Արամին կարգալույծ են արել, նա իրավունք չունի պատարագ անելու, փորձեցին բերել Տեր Շնորհին, որպեսզի նա գա եւ պատարագը ինքը անի, սակայն օհանավանցիները թույլ չտվեցին նրան եւ իր ներկայացուցիչ Արա Զորաբյանին մոտենալ վանքին։ Այս մասով ինչ կասեք։ Ուրեմն մեկ ամիս առաջ ես եւս եղել էի Հովանավանքում եւ նորից մեծ պատարագ տեղի ունեցավ։ Միշտ պատարագի սկսելը ես շրջել եմ գյուղում եւ հանդիպել եմ այդ գյուղացիներին եւ վստահ եմ, որ այդ բոլոր գյուղացիները սիրում եւ ընդունում էին Տեր Արամին եւ այս վերջի պատարագը սկիզբն էր հոգեվոր վերազարթոնքի, իրական վերազարթոնքի, որ ժողովուրդը բոլորը մեկ մարդու նման եկել էին պատարագին հաղորդակից դառնալու, քանի որ նրանց առաջնորդում էր երկրի ղեկավարը։ Սա մի հրաշալի եւ բացառիկ հանդիսավորությամբ տեղի ունեցած պատարագ էր։ Ես ուղղակի ու իմ ընկերները եւ քաղաքացիները պատարագից հետո որ մոտենում էին կամ զանգահարում են կամ գրում են, բոլորը ուղղակի հիացած էին։ Նույն օրը կտրիչ Ներսիսյանը Էջմիածնում պատարագ արեց, բնականաբար ընդդիմադիրները սկսեցին գովերքել, դա աջակցեցին կտրիչ Ներսիսյանին։ Համեմատելով այդ երկու պատարագները, ինչ ուղերձներ էին դրանք երկուսն էլ։ Պատարագը կտրիչի կողմից բնականաբար զուգադիպություն չէր կարող լինել, այլ հատուկ ծրագրավորված էր, որովհետև կաթողիկոս կոչեցյալը ընդհանրապես պատարագներ անում է տաղավարած տոներին եւ հիմնականում տարին 2 անգամ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներին։ Սա ցուցադրական ինչ-որ մի բնույթ էր կրում, որտեղ ես չեմ բացառում, որ սովորական հավատացյալները, որ գնում են Մայր Աթոռ պատարագին մասնակցելու, այո, բարեպաշտ հավատացյալներ շատ կան, բայց այն ընդդիմադիրները, ովքեր որ գնում էին, նրանք տարիներ ի վեր այդ եկեղեցու տեղը մոռացել էին։ Բերեմ ձեզ պարզ մի փաստարկ, թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ժամանակ ով էր իրենց հոգևոր խորհրդատուն։ Իհարկե ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչ ֆրանսահայ Ռենե Լևոնյանը, իրենք այդ ժամանակ չէին հիշում, որ Մայր եկեղեցի գոյություն ունի, հայ առաքելական ազգային եկեղեցի գոյություն ունի, որպեսզի հոգևոր խորհրդական նշանակեին հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներից որևիցե մեկին, ինչու այս ժամանակ հիշեցին, այն ժամանակ չէին հիշում, հիմա ուղղակի իրենց քաղաքական հայացքները համընկել են, ամբողջ պատճառը դա է, ես ուշով հետևում եմ այդ բոլոր անցուդարձերին եւ նկատում եմ, որ այնպիսի մարդիկ են գնում, իբր թե պաշտպան կանգնեն, զորավիք լինեն, Մայր եկեղեցում, եկեղեցու դեմ պայքար է գնում, ոչ, բազմիցս կրկնել եմ, սակայն շատերի ուղեղներին հասու չէ,
կամ հակառակը շատ լավ գիտակցում են ինչ է տեղի ունենում, որ մեր իշխանությունները մենք կամ ամբողջ հավատացյալ ժողովուրդը երբեք ու երբեք չի կարա իր 1725-ամյա եկեղեցու դեմ լինել, իր հայրերի, իր նախահայրերի եկեղեցու դեմ լինել։ Մեր պայքարը կտրիչի եւ իր փոքրիկ խմբակի դեմ է։ Ամսի 26-ի պատարագից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի գրառում կատարեց, որով տեղեկացրեց, որ հաջորդ կիրակի նա նույնպես լինելու է Հովանավանքում եւ այս տեսակ վերնագրով, հոգեվոր նորոգում։ Ինչ է կարծում, Հովանավանքի ամեն կիրակի պատարակ անելը կդառնա այն հիմքը, որպեսզի Կտրիչ Ներսիսյանը եւ հոգեվոր վերնախավը վերջապես հեռանան։ Ուրեմն ես կանխատեսել էի, որ ամեն կիրակի պիտի շարունակական լինի պատարակը Եվ արդեն երեկ եւ այսօր օրինակ Վանաձոր քաղաքում հանդիպել եմ շատ քաղաքացիների, ովքեր առաջին անգամ եղել են, պատրաստ են նաեւ այս կիրակի մասնակցել պատարակին։ Եվ բնականաբար ժողովրդի կարծիքը չի սահմանափակվում միայն Վանաձոր քաղաքով։ Եթե այստեղ ժողովուրդը դա ընդունում է, ուրեմն մնացած համայնքներում, մարզերում, քաղաքներում եւս ժողովուրդը պատրաստ է նորից կրկին այցելելու եւ հաղորդակից լինելու, մասնակցելու Սուրբ եւ Ամմա պատարակին։ Իսկ ինչ մնում է այդ պատարակները հերթականությամբ կատարելու ընթացքում կաթողիկոսը կամ Կտրիչ Ներսիսյանը այդ պատճառով հրաժարական կտա թե ոչ, դա ես չեմ կարող ասել, քանի որ իմ տեսակետն այն է, որ Կտրիչը միայնակ չի գործում եւ այն ինչ որ թելադրում են, ինքը ունի հոգեվոր բարձրագույն խորհուրդ, ինքը կախված է շատ օտարերկրյա տիրապետություններից եւ նախկիններից, ընդդիմադիրներից եւ ինձ թվում է նա միայնակ որոշում կայացնողը չէ։ Սակայն մի խնդիր կա, որը ես նորից կրկնում եմ, ամեն մեկ օրը կարող է ավելի վատ անդրադառնա եկեղեցու վարկանիշի վրա, որովհետև այսօր եթե Կտրիչ Ներսիսյանն է իբրև թե ներկայացնում եկեղեցին, դա ազդեցություն ունենալու է վատ տեսակետով, սակայն հուսանք, որ ժողովուրդը արդեն գիտի ճշմարտությունը որտեղ է։ Հնարավոր համարում եք, որ մինչև ամանոր Կտրիչ Ներսիսյանը կհեռանա։ Դա ժողովրդի կամքը ցույց կտա։ Ժողովրդի կամքը ցույց կտա։ Ես առաջարկել էի դեռևս անցյալ տարի իմ եթերներից մեկում եւ ժողովրդին նաեւ բացատրել էի, որ Կտրիչի հեռանալը հնարավոր է 3 դեպքում։ Առաջինը, որ գոյություն ունի եպիսկոպոսատ ժողով, եպիսկոպոսատ ժողովը նրան կարող է հեռացնել, երկրորդը կարող է ինքը որպես մի պատրվակով, հիվանդության պատրվակով, ինքնակամ հրաժարական գրելով հեռանա կամ որպես աթոռակից կամ այսինքն կաթողիկոս չլինի եւ երրորդը ժողովրդական ըմբոստությունն է Կտրիչի դեմ։ Խոսենք նաև Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հեռուստատեսության եթերում հնչեցրած մի մտքի հետ, որ նա համարում է, որ ժողովրդավարությունը դա կեղծիք է, ցիտում է Պլատոնին, որ նա համարել է, որ կառավարման համակարգի ամենավատ դրսևորումներից մեկը դա ժողովրդավարությունն է։ Այս մասով եւս խնդրեմ ձեր կարծիքը։ Շատ հետաքրքիր է, որ ժողովրդավարության մասին այդպիսի կարծիք ունեն կուսակրոն հոգեվորականները, ոչ բոլորը, իդեպ ասեմ ձեզ, բայց Կտրիչի աճեցրած կադրերը բնականաբար մեկը մյուսին հերթ տալով համացանցում շատ հարցազրույցներ են տալիս եւ հիմնականում Ինգերով Շարասյան այդ աղբակույտին են հարցազրույցներ տալիս եւ ուզում եմ ասել այդ դեպքում ինչի յուրաքանչյուր կուսակրոն ձգտում է ծառայության անցնել օրինակ Կանադայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եվրոպական որևիցե երկրում, ես
եղել եմ այդ համակարգում եւ գիտեմ ինչպիսի հապակ ունեն այս հոգեվորականները, որոնք ծառայեն Եվրոպայում, կամ իրենց արձակուրդները շատ ուսակրոններ, եպիսկոպոսներ, այդ ժամանակ ինչու են հիշում Եվրոպան կամ արևմտյան երկրները, ժողովրդավար երկրները։ Հիմա, որ խնդիրը հասել է նրան, որ պետք է կծիչը հեռանա, իրենք ժողովրդավարությունը հավասարեցնում են իրենց կարծիքով հողին, բայց դա չի կարող տեղի ունենալ։ Այսօր ժողովուրդը գիտակից է եւ շատ լավ տարբերում է թացր չորից եւ որն է ժողովրդավարությունը, որն է դիկտատուրան եւ ես հուսամ իրենց ասասները միայն ընդդիմադիրների սրտերի ցանկությունն է։ Դա ոչինչ եմ համարում։ Եվ մի կենսագրական հարց ձեր մասին, որտեղ եք դուք ծառայել եւ ինչու դուրս եկաք եկեղեցուց։ Ես դեռևս 8-րդ դասարանից եմ եկեղեցի այցելել եւ ուրեմն ծառայել եմ Գուգարաս թեմում որպես քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնի տնօրեն։ Իդեպ այն ժամանակ Գուգարաս թեմի մեջ էր նաև Տավուշի մարզը, այն ժամանակ Տավուշի թեմ չկար, այնուհետև 2001 թվականին իմ կամքով տեղափոխվել եմ Էջմիածին քաղաք, հետո ծառայության եմ անցել Արմավիրի թեմում, Մեծամոր, Բամբակաշատ, Մրգաշատ, այնուհետև Էջմիածին եւ նաև նշանակվել եմ Արմավիրի թեմի քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնի բարիշ տնօրեն, այնուհետև անձնական խնդիրների պատճառով երբ ես 2015 թվականին գնացել եմ ընտանիքով Ֆրանսիա, այնտեղ բարեգործական հիմունքներով եւս 2 տարի ծառայել եմ հայկական եկեղեցում, սակայն 2 տարի անց նորից իմ կամքով լքել եմ եւ այցելում էի միայն կաթոլիկ եկեղեցի։ Պատճառը ո՞րն է եղել։ Պատճառը այն, որ բազում խնդիրներ կար եւ եթե խոսքը վերաբերում է վերջին ծառայությանը, ամբողջությամբ Սփյուռքում հայկական գաղթօջախները կամ կազմակերպությունների շատերը, ինչպես նաեւ գրեթե բոլոր եկեղեցիները գտնվում էին դաշնակների տիրապետության ներքո։ Օրինակ քահանան համարվում էր սովորական աշխատող եւ բարձրատրվում էր եկեղեցու վարչության կողմից, իսկ վարչության անդամները հիմնականում Սփյուռքում լինում են, դա նաև Միացյալ Նահանգներում եւ եվրոպական շատ երկրների գաղթօջախներում հիմնականում վերահսկում են դաշնակները եւ ես երկար չէի կարող նրանց հետ շփման մեջ լինել եւ քանի որ եղավ մինչ այդ ես պայքարում էի եւ բարձրաձայնում էի, բայց հեղափոխությունը քանի որ եղավ, այդ ժամանակ բոլոր դաշնակները կարծես թե թիրախավորեցին, քանի որ մի անցանկալի մարդ գտնվեց դաշնակների նախագահ կոչվում թե համահայկական միությունների եւ կազմակերպությունների համակարգող, որ ամեն տեղ ասում էր Մակրոնն իմ ընկերն է, նախարարներն իմ ընկերներն են եւ այլն, երբ մի հոդված գրեցի սրա մասին, այդ անձնավորության մասին եւ այդ հոդվածը, որ մեր ընկերները մոտ 600 հոգի տարածեցին, այս բոլոր դաշնակները Փարիզի մերձակա հայկական գաղթօջախների, Բալանսի, Լիոնի, Դեսինի, Սեն-Շեմոնի, Սենտ-Էթիենի, Մարսելի, Նիսի դաշնակները կարծես թե բոլորը համախմբված միանգամից սկսեցին թիրախավորել, սակայն ես անսասան մնացի եւ հավատարիմ մնացի այն հաղթանակած հեղափոխությանը, որը կարողացավ ազատագրել իմ երկիրը, Հայաստանի պետությունը, բռնազավթված այն երկու անձնավորությունների կողմից, ովքեր տարիներ, տասնամյակներ շարունակ
թալանեցին, կեղեքեցին, կողոպտեցին թե ժողովրդին եւ թե երկրի հարստությունը։ Դուք նաև մասնակցել եք Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժմանը, եթե չեմ սխալվում։ Դա 2018 թվականին էր, որ մենք համացանցով կապի մեջ էինք, մեզ ասենք որպես Բարձրաստիճան կարգալուծ եղած հոգևորական Տեր Տիրայր arczepiskopos Գյուրեղյանը, ռուսահայոց թեմի նախկին առաջնորդը եւ կարգալուծ եղած շատ հոգևորականներ համախմբված էինք եւ կապի մեջ լինելով, այո, կարողանում էի կոորդինացնել հավաքները, ծրագրերը, տեսահակներ եւ շատ հոգևորականներ կային, այո, սակայն այդ շարժումը այդ ժամանակ չունեցավ լայն ծավալում եւ կարծեք թե կանգ առավ, բայց հենց այդ իսկական տարիներն էին, իսկական ժամանակահատվածներ, քանի որ կաթողիկոս կոչեցյալը այդ ժամանակ եւս վախի մեջ էր գտնվում, ես հիշում եմ Վեհարան գնալը, ես հիշում եմ գնդեվանքի դեպքերը, սակայն ոչինչ, երևի ժամանակը հիմա էր։ Շնորհակալություն։ Խնդրեմ ձեզ, առաջն ասված, չկա նահանջ եւ դեպի առաջ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Ռոբերտ Սարգսակյան Ղազարյանի հետ։